Մի քանի ծրագիր կա։ Առաջինը կոչվում է ինդուստրիալիզացիա, վերաարդյունաբերականացում։ Վերաարդյունաբերականացումը տենդենս է, որը վերջի տարիներին արևմտյան շատ երկրներում վերադարձել է արդյունաբերականացման տենդենսը, նրանից հետո, երբ 2000-ականներին վերացել էր արդյունաբերական պոտենցիալը, տեղափոխվել էր Չինաստան։ Հիմա արևմտյան շատ երկրներ այս նույն ճանապարհով են գնում։ Վերաարդյունաբերականացումը կլուծի շրջաններում աշխատատեղերի հարցը։ Արդյունաբերականացումը կանենք այսպես, սա առաջի ուղղություններից մեկն է։ Ներմուծվող ապրանքների փոխարինումը տեղական ապրանքներով։ Մեր պետությունը միլիարդավոր դոլարների զենք է գնում։ Մենք արդյոք հնարավորություն ունենք տեղայնացնելու։ Իհարկե ունենք 44 օրյա պատերազմում մենք մեծ կորուստներ ունեցանք, ուղղակի քանի որ սպասում էինք ինքնաթիռով մատակարարման, ու ինքնաթիռն էլ գալիս էր միայն Իրանի միջոցով։ Այսինքն թռիչքները շատ երկար էին տևում։ Սա մի օրինակ վերեցինք, դուք տեսաք, որ երկիրը հնարավորություն ունի արդյունաբերականացումը, դա որ դոլարներ կպայի մեր երկիր։ Տասնյակ հազարավոր աշխատատեղեր, բայց ուրիշ խնդիր ունի։ Մի աշխատատեղի արդյունաբերականացման մեջ բերում է 1.5 աշխատատեղ, մուլտիպլիկատիվ էֆեկտը մեծ է։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր